Բարևձեզ հարգելի ունգընտիրներ, վանացայնի եթերով եւ թիմադեդրի էջով ցեզի հետենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Գազմագերբուչյամբ հոյթալեմի թրոշակ մասնաճյուղին 3 հոյթանիգոլ թումանագումբի մեջ տեղի ունեցավ Շուշիի ազատագրման եւ Վիկեն Զաքարյանի նահատակության 34-ամյակի նվիրված ձեռնարկ։ Օրվան խորհուրդը արդասանեց Լեմի կենտրոնական վարչության անդամ Արազ Էլեյջյան։ Հոյթալեմի կենտրոնական վարչության քարոզչական հանձնախումբը իր գարքին 3 կազմակերպեց նահատակ ազատամարտիկ Վիկեն Զաքարյանի հիշատակին նվիրված հեծելավշավի մրցումը, որում մասնակցեցան շուրջ 80 հեծելավորներ։ Հոյթալեմի կենտրոնական վարչության քարոզչական հանձնախումբին անունով խոսք արավ Միրեյ Ժմմո։ Ան շնորհակալություն հայտնեց մրցումի մասնագետներուն եւ ամպոպ ձևով անդրադարձավ ավանդություն դարձած հեծելարշավի մրցումին այս տարվան կազմակերպման։ Ան հadouk կերպով շեշտեց նահատակ Վիկեն Զաքարյանի արժանինքները, մանավանդ անորսերը մարմնագրթության նկատմամբ եւ գարչածությունը ազատ հայրենիքին եւ գազմագերբված աշխատանքին։ 15 տարեկանեն վար դարիքային բաժանմունքի առաջին 3 թիրքերը գրավեցին Սարո Ղազարյան, Անտոնի Սարիքամեշյան եւ Սերուժ Ազնավուրյան։ Իսկ 16 տարեկանեն վեր դարիքային բաժանմունքի 3 թիրքերը գրավեցին Հարութ Բերբերյան, Սարգիս Քեշիշյան եւ Հովսեփ Քեշիշյան։ Մրցանակապաշխությունը կատարվեցավ նահատակ Վիկեն Զաքարյանի քրոջ Խուրի Զաքարյանի ցերամբ։ Մրցումին ներկա գտնվեցան Լիբանանի հեծելարշավի ֆեդերացիոնի ներկայացուցիչը եւ Հոմենետմենի հեծելարշավի հանձնախումբը։ Երեք տեղի ունեցավ Հոյթա Արցախի երիտասարդական միության պատգամավորական ժողովը։ Ժողովին ընթացքին քննարկվեցան նախորդ 2 տարվան ընթացքին միության կողմէ իրականացած աշխատանքները եւ արգա մարտահրավերները, նկատի ունենալով ստեղծված աշխարհաքաղաքական եւ ազգային բարդ իրավիճակը։ Ժողովը ճշտեց հարաճիգա երգամյա կորձնեության հիմնական ուղղությունները եւ ընտրեց Հոյթա Արցախի երիտասարդական միության գետրոնական վարչության նոր կազմը։ Ամենայն հայոց կարեկին երկրորդ կաթողիկոս 3 այցելեց դնային գալանքի դակ աբորինապար գտնվող ասկային բարերար Սամուել Գարաբեդյանին։ Կաթողիկոսը Գարաբեդյանին փոխանցեց Սուրբ Էջմիածինի օրհնությունը եւ մաղթեց դոգունությամբ եւ հավատքով թիմակրավել արգա դժվարություններն ու փորձառությունները։ Ամենայն հայոց կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ հագարակ բոլոր նեղություններուն Սամուել Գարաբեդյան հույսի արադությամբ իրեն բնորոշ հայրենասեր եւ եկեղեցասեր ոգիով պիտի շարունակե ասկոկուտ իր մեծ ներդրումը բերել հայրենիքի եւ աշխարհասփյուր հայ կյանքի բայծարության։ Միասնություն թևեր գուսակցության վարչապետի տեխնազու Արման Ցաթոյան առանց անուներ բացահայտելու հայրենի մամուլին հետ հարցազրույցի ընթացքին ահազանգեց, որ Արմավիրի մարզի մեջ իրենց երիտասարդ կամավորները թիրախ կդառնան դեղական ինքնակառավարման մարմիններուն։ Ցաթոյան նշեց. Արմավիրի մեջ մեր երիտասարդները ինչ ըրած են։ Երիտասարդական հանդիպում են յետ, անոնց նկարները բազմացված են, արած են թիմադեդրեն եւ զանոնք բազմացված են մարզբեդարանին եւ համայնքաբեդարանին մեջ։ Դարածած են հնարավոր բոլոր դեղերը, ուր գրնան այդ երեխաները գտնվիլ, աշխատանքի վայրերը, հնարավոր ծնողները, համալսարանները եւ այլն։ Ճշտած են անուն մագանուններով եւ կացած են մարդոց դուները եւ վախծուցած են զանոնք։ Մեգուն աշխատանք են հերացնելու սպառնալիք տված են, մյուսին քումարները գդրելու եւ այլն։ Այս բոլորը հստակ օրինակներ են, որոնք ցույց կտան, թե երկրի մեջ կա իշխանություն, որ գվախնա մարդոց մե, ըսավ Թաթոյան։ Գուսակցության պատգամավորական տեխնազու Լևոն Չուքակլյան անցյալ ամիս արդեն խոսած էր այս մասին, դիտել տալով, որ Արմավիրի մեջ իրենց կամավորներուն փորձած են վախցնել, ջնշում բանեցնելով նաև անոնց ծնողներուն վրա։
Հանդիպումին մասնակցած գամավորները մեկը մամուլին հայտնեց, որ Արմավիրի մարզի մեջ միասնության թևեր գուսակցության անդամներուն հետ հանդիպում են յետ անձանոթ մը հերացայնած է հորը։ Գահերացայնեն հորս, որ պետական պաշտոնյա է ու գահաղորդեն, որ զերծ մնանք նման գուսակցություններու հետ հանդիպել է։ Գեսպարնան, որ աշխատանքեն գահերացնեն, այդ մեզի համար աբակայի վատ կլա։ Իրենք կներկայացնեն իբրև զգուշացում, իբրև թե մերլավության համար, բայց հստակորեն գսպարնան։ Չեմ գիտեր իրենք ինչպես հորս կգապվին, ինչ կնեն եւ ոչ միայն ինձի, այլ բոլոր մնացյալ գամավորներուն, ուսումնական հաստատություններով, ծնողներուն միջոցով այդպիսով կզգուշացնեն։ Պատասխանելով այլ հարցումի մը, որ այս մասին դեղյակ պահած չեն ոստիկանության, անըսավ. Ոչ, որովհետև մեզի համար վատ կլա, մեզի կսպարնան աշխատանք է հերացնել, ուսումնական հաստատությունները հերացնել կամ քնահատականներու նվազեցում կատարել։ Անոր համար չենք ուզեր հիմա ընթացք տալ, ավելի շատ գվախնանք եւ գփորձենք ուղագի խուսափիլ մեգումը ասել է, որ մենք հոն գամավոր կորց կնենք, բայց շատ աշխուժ գամավորենք, գաճակցինք միայն ոչ հրաբարագային գերբով եւ դեսախցիկները գխուսափինք։ Անգախ Թիդոր Տաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոնիսյան իր գարկին դիտել դվա, որ դեղեցություններ կան նաև տաքսիի վարորդներու մասին, որոնք քաղաքական գարկը ուժեր աբորինապար կվարձատրեն ուղևորները համոզելու համար։ Հալեբի մեջ նախագահության Պերիո հայոց թեմի առաջնորդ Մագար arczepiskopos Աշկարյանի ուրբաթ 8 մայիսին Սուրբ Աստվածածին եկեղեցվո ներքնասրահին մեջ գումարվեցավ ազգային երեսփոխանական ժողովին 176-րդ նիստը։ Նիստին ներկա գտնվեցան թեմին ազգային երեսփոխանները, հոգևորական տասը, ինչպես նաև ազգային վարչության եւ ազգային գրոնական ժողովի ընթացավարտ կազմերը։ Նիստը հատկացվեցավ ընթացավարտ կորզատիր իշխանության զույգ գազմերուն, ազգային գրոնական ժողովի եւ ազգային վարչության երգամյա կորձնեյության 2024-2026 դեղեկագիրներու ընթերցման, քննարկման, արժեվորման եւ նոր գազմերու ընտրության։ Առաջնորդ Մագար arczepiskopos իր բացման խոսքի մեջ նշեց, որ հագարակ անցնող դակտաբալի երգամյագին, դնդեսական ու ապահովական անգայուն իրավիճակին, թեմի ազգային մեքենան կորձած է պատասխանատվությամբ, բարձր գիտակցությամբ, նվիրումով, ուժերու լարումով եւ հավատարմությամբ։ Սրբազան հայրը մաղթեց, որ ժողովը իր առողջ քննարկումներով եւ նոր առաջարկներով ուրվակձե հարաճիգա շրջանի կորձնեյության հիմնական ուղղությունները։ Աբա Մագար arczepiskopos-ը Մեծիդան Անգիլիգիո Արամարաչին կաթողիկոսին ողջույններն ու հաջողության մաղթակները փոխանցեց, հայտնելով, որ անմոդեն կհետևի ու մնայուն գերբով զորավիկ կգանքնի Պերիո հայոց թեմի լայնածավալ կորձնեյության։ Ազգային վարչության եւ գրոնական ժողովի դեղեկագիրներու ընթերցում են յետք դեղի ունեցան քննարկումներ եւ ներկայացվեցան առաջարկներ, որոնք ժողովի կողմէ որդեգրվեցան հոգուտ թեմի բարգավաճման։ Ժողովի ավարտին դեղի ունեցավ թեմի կորձատիր իշխանության երկու նոր գազմերու ընտրությունը հետևյալ ցևով. ազգային գրոնական ժողովի գազմ Մանուկ Վարդապետ Բարիխանյան, Արմեն Աբեղա Քալայջյան, Մաշտոց Ավակ Քահանա Արաբաթլյան, Արշակ Ավակ Քահանա Ալաջանյան, Նարեկ Ավակ Քահանա Զենենցյան, Վասկեն Քահանա Քոշկերյան եւ Քարնիկ Քահանա Չապանյան։ Ազգային վարչության գազմ Դարոն Մագարյան, Հուրի Ազեզյան, Նորա Քրաջյան, Հովսեփ Կասպարյան, Հարութ Չամիչյան, Վաչե Չուհարյան եւ Ժակ Քազեզյան։ Ընդրվեցավ նաև ազգային երեսփոխանական ժողովի թիվանը Սումբուլ Սումբուլյան Ադենաբեդ, Հայգազ Ասադուրյան Ադենաբեդ, Վասկեն Ավակ Քահանա Քոշկերյան Ադենաթբիր եւ Մագի Բերբերյան Ադենաթբիր։ Անտիլիասի մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր դաջարի մեջ օրդնությամբ եւ նախակահությամբ Մեծիդան Անգիլիգիո Արամարաչին վեհապար հայրապետին եւ Սերամփ Լիփանանի հայոց թեմի առաջնորդ Շահե arczepiskopos Պանոսյանին 3 Սուրբ եւ անմահ բադարակի ընթացքին դեղի ունեցավ թբիրներու եւ գիսասարգավակներու ցերնատրություն։ Թբրուչյան 4 աստիճանները ստացան Թբրևանքի
ժառանգավորած բաժինեն 4 աշակերտներ՝ Նարեկ Քեշիշյան, Նարեկ Աթոքյան, Քևոր Կալուսյան եւ Աբրահամ Բայդունյան։ Իսկ կիսազարգավական ցերնատրությամբ Ուրարներ գրելու իշխանություն դրվեցավ Ընձայարանի բաժինեն 6 աշակերտներու Նարեկ Քեշիշյան, Հարութ Կամայան, Հովհաննես Հովհաննեսյան, Բեդրոս Բեդրոսյան, Հրակ Բոյաջյան եւ Սարգիս Պալասյան։ Ցերնատրիչ Սրբազան հայրը իր կարոզի մեջ առավելապար գետրոնացավ հոգևոր եկեղեցական եւ ազգային ավանդությունները պահպանելու եւ նոր սերունդներուն փոխանցելու հրամայականին վրա։ Աբա շահայ arczepiskopos իր խոսքը ընձայալներուն ուղելով ընդգծեց. Այսօր ցեզի դրված եկեղեցական աստիճանները փոքր բաներ են, սակայն եկեղեցվո կյանքին մեջ անոնք գշիր ունեցող իրավունքներ են, որբեսի դուք այսուհետև կարենաք հասնել ավելի մեծ բարդականություններու եւ բարձրակույն բադիվներու։ Կարևոր չէ թե այսօր ցերնատրությամբ ինչ ստացակ, այլ կարևորը այն է, թե ցերը ստացածը ինչպես պիտի օգտագործեք, որբեսի Աստված ցեզ առաջնորդե ավելի մեծ, ավելի սքանչելի, ավելի բարձր ու շքեղ մեծություններու։ Համասկայնի հայգրտական եւ մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ դեղի ունեցավ նկարիչ քանդակագործ Ազատամարտիկ Աշոտ Ավագյանի հարադև բայկար պատկերակիրքին շնորհահանդեսը։ Երկլեզու հայերեն եւ անգլերեն պատկերակիրքը լույս տեսավ համասկայնի կենտրոնական վարչության հովանավորությամբ։ Շնորհահանդեսը դեղի ունեցավ Երևանի Ավետիքի Սահակյան անվան գրադարանի մեջ, ուր ներկայ էին համասկայնականներ, հասարակական գործիչներ եւ մտավորականներ։ Շնորհահանդեսը բացվեցավ համասկայնի կենտրոնական վարչության անդամ Արդաշես Շահբազարյանի ողջույնի խոսքով։ Աննշեց, որ Աշոտ Ավագյանի արվեստը գարանցնացնե իր ինքնատբության եւ խորհրդավորությամբ ինչ որ կարելի չէ համեմատել կամ շփոթել այլ քեղարենգարիչներու կորձերու հետ։ Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Քալստյան իր խոսքի մեջ Աշոտ Ավագյանը բնորոշեց իբրև ազգային մարդու եւ ազգային արվեստագետի միացույլ անձնավորություն, շեշտելով մեր օրերուն նման մտավորականներու անհրաժեշտությունը։ Քալստյան նաեւ անդրադարձավ պատկերակիրքի խորակիրին նշելով. Այո, հավերժության երաշխիքը հարադև բայկար է։ Արարումը եւ բայկարը հոմանիշներ են։ Եթե բայկար չլա, ձիլը չաջիր, ձարը չի ձաղգիր, արվեստի կորձեր չեն ծնիր։ Շնորհահանդեսին խոսքեր արտասանեցին արվեստապան Մովսես Ծիրանին, քանդակագործ Քեդիկ Բաղդասարյանը, Փիլիսոփայական գիտություններու տեխնազու Հակոբ Մաթոյանը, հասարակական գործիչ Մասիս Բաղդասարյանը եւ պեմատրիչ Հովաննես Իշխանյանը։ Շնորհահանդեսը փակվեցավ համասկայնի Երևանի գրասենյակի դնորեն Ռուզան Արաքելյանի խոսքով։ Կգարձեմ, որ Ավագյանի կորձերը գարանցնացնեն երկու բնորոշիչով։ Առաջինը ժայռապատկերներու խորհուրդն է, որ բադահական չէ ընդրված։ Ժայռապատկերները մեզի գուշեն քնահատել մեր անցյալը, արժևորել ներկան եւ ուղիղ քալել դեպի ապագա։ Երկրորդը շարժումն է, որ կտեսնենք Աշոտի կորձերուն մեջ։ Միայն վարպետ քեղանկարիչը կրնա շարժումը պատկերի վերածել, հայտնեց Արաքելյան։ Շնորհահանդեսի ավարտին ցուցադրվեցավ պեմատրիչ Հովաննես Իշխանյանի Ալֆերած հավերժ գրիվը գդավի վրա ժապավենին քովաստային հոլովակը, որ նվիրված է Աշոտ Ավագյանին։ Հարկելի ունգընթիրներ եւ ագընթիրներ վանացայնի եթերով եւ թիմադեդրի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզի հետեին ցայնի աղովրտավար Նատալին եւ Սերլին։ Մնացեք միշտ վանացայնի ունգընթիր։